Պարոն Աբրահամյան, լսել եք, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից եւ հետագայում նաեւ ԵԽԽՎ-ում հայտարարեց, որ Ալիևը պետք է պարզաբանի եւ նաեւ քարտեզի վրա ցույց տա, թե նա ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցքը ասելուց եւ Միջև կլսենք մենք Ալիևի բացատրությունը արդեն խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանն ասաց, որ ինքը եկել է այն համոզմանը, որ Ալիևը նկատի ունի Հորադիս Զանգելան ճանապարհը եւ նա այսպիսի բացատրություն տվեց, որ Հորադիս Զանգելան ավելի երկար է, դրա համար Ալիևը օգտագործում է Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Ինչպես է սա գնահատում այս բացատրությունը եւ արդյոք բավարար է ԿՊԵ-ականները նշում են, որ Կոպենհագենում կողմերը նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որտեղ տեքստում նշվում է, որ թրիփը անցնում է Հայաստանի տարածքով եւ սրանով կարելի է այդ Զանգեզուրի միջանցքի թեման փակված համարել։ Դուք սա բավարար համարում եք Ալիևն այլևս չպետք է պարզաբանում ներկայացնի։ 44-օրյա պատերազմից հետո, երբ շրջանառության մեջ մտցվեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի այդ ձևակերպումը, Թուրքիան, Ադրբեջանը, տարբեր փորձագետներ, երբ դրանք կիրառել են, դրանք ակնհայտորեն այդ մանրամասնություններով եւ տրամաբանությամբ ակնհայտորեն կապ չեն ունեցել այն երթուղու հետ, որը դուք ներկայացրեցիք, այսպես կոչված Խորադիսից Զանգելան ուղղության հետ, որովհետև այն մարդիկ, ովքեր աշխարհագրական տեսանկյունից պատկերացնում են քարտեզային առումով, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը, եւ հիշում են, թե այդ քննարկումները, որոնք շրջանառվեցին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ, ինչ հիմնական կապի հանգույցների հետ են կապված, դրանք լրիվ այլ ուղղությունների մասին են, որովհետև այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը մշտապես քննարկվել է Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջևի ինքնավար հանրապետության կապի համատեքստում։ Ավելին ասեմ, եթե հիշեք, մի շրջանում բավականին ակտիվ քննարկում էր այն հանգամանքը, զուգահեռներ էր տարվում նաեւ իրանական այն հատվածին, որի միջոցով այսօր տեղի ունենում այդ նմանատիպ կապը եւ այլն, եւ այս տեսանկյունից իմ համար որևէ ձեւով տրամաբանական չի թվում այն հիմնավորումը կամ բացատրությունը, որը փորձվում է ներկայացվել։ Ավելի ես կարծում եմ, որ Ադրբեջանը սրա մասին պետք է շատ հստակ ասի, թե ինչի մասին է խոսում, եւ քանի որ նրանք են շրջանառության մեջ մտցրել այդ տերմինաբանությունը Թուրքիայի հետ համատեղ, եւ ի վերջո մեր հանրության համար հասկանալի լինելու համար դրանք պետք է պարզաբանում ներկայացնեն, թե դա ինչի մասին է։ Եթե մենք լավ չենք պատկերացնում, եթե կա այլ ուղի կամ այլ երթուղի կա, որը մենք չգիտենք, ապա դրա մասին պետք է նրանք հայտարարեն։ Ես սրա հետ կապված մեկ բան եմ ուզում ավելացնել, քանի որ դուք խոսեցիք ՄԱԿ-ի ամբիոնից հնչած ելույթների մասով, երբ որ Ադրբեջանի նախագահի ելույթն էի նայում, իմ մոտ տպավորություն կար, որ այս ելույթը արվել է 2, 3, 4 տարի առաջ եւ դրանից էլ տեղի չեն ունեցել Հայաստանի հետ որևէ բանակցություններ, չի եղել Վաշինգտոնյան այն պայմանավորվածությունը, որը փորձարվեց այդպես մաքսիմալ լավատեսական դոզա ուղղել հասարակությանը եւ այլն։ Ավելին դրա այսպես ասեմ, բառամթերքը նույնիսկ այնքան տարակուսալ էր, որ ոչ միայն ստացվեց, որ մեզ համար էր դա տարօրինակ, այլ նույնիսկ դրան Նիկոլ Փաշինյանն էր արձագանքում, որովհետև դա չէր բխում այն բոլոր հայտարարություններից, որոնք հատկապես Վաշինգտոնյան պայմանավորությունից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ սրա մասին հայտարարել էին։ Հայաստանն ըստ էության ուղղակի եւ անուղղակի ձևով կրկին ներկայացում էր որպես կապիտուլյանտ, որպես ագրեսոր եւ այլն, որը բնականաբար ակնհայտորեն չէր բխում այն լավատեսական հայտարարություններից, որոնք նաեւ տարբեր երրորդ երկրներ սրա մասին հնչեցնում են։ Եվ սրա մասով մեկ այլ լրացում, երբ որ մենք խոսում ենք համաձայնագրի մասին Հայաստան-Ադրբեջան, որի նախագիծը ներկայացվել է, հանրայնացվել է, սրա հետ կապված տախտական շրջանում կար հետեւյալ մոտեցումը, Ադրբեջանը նախապայման էր ներկայացնում Հայաստանի սահմանությունների փոփոխությունների համատեքստում եւ առնվազն այստեղ մեկ նախապայմանի մասին էր խոսվում, սակայն ես երեք տեսա, որ արտգործնախարար Միրզոյանը հարցազրույց էր տվել, ով չմանրամասնելով խոսում էր նախապայմանների մասին Ադրբեջանի առաջադրած, ինչը դեռևս պարզ չի, թե բացի սահմանադրության
փոփոխության պահանջից Ադրբեջանը ել ինչ նոր նախապայմաններ է ներկայացրել Հայաստանին, բայց իմ համար գոնե ակնհայտ է, որ այստեղ որոշակի խնդիրներ կան առաջացրած, նվազագույնը վերջին 1.5 ամսվա ընթացքում, որովհետև այն իշխանությունը, որը օրեր շարունակ օգոստոսի 8-ից հանրության որպես փաստ ներկայացնում էր խաղաղությունը եւ ասում էր, որ այլևս խնդիր չկա, իհարկե դա պետք է ջրել, խնամել եւ այլն, բայց որպես փաստ էր իրականություն է ներկայացնում այդ խաղաղությունը, նույն իշխանությունը ստիպված եղավ արձագանքելու Ադրբեջանի նախագահի բարձր ամբիոնից, ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած այն հայտարարությունները, որոնք ակնհայտորեն չէին բխում այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից։ 24 News. Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև թրիփին, նա նշել է, որ Հայաստան եւ Միացյալ Նահանգները նախապատրաստում են ստորագրել կոնսորցիում ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը, եւ այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների, այս մասով դուք ինչ ենթադրություններ ունեք, ինչ խնդիրներ կարող է լինել, արդյոք թուրքական ընկերություն կարող է լինել թե ոչ, քիչ առաջ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն ասում են, որ դա երկուստեք պետք է որոշվի, բայց չբացառեցին, որ կարող է այդպիսի ընկերություն լինել եւ նաեւ Արարատ Միրզոյանը նշել է, որ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար, ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի, սա ինչ կտա Հայաստանի եւ արդյոք համաձայնություն կլինի, որովհետեւ շեշտվում է, որ փոխադարձության սկզբունքով պետք է այդ ճանապարհի ապաշրջափակումը լինի։ Թրամփի երթուղու հետ կապված տարբեր հակասական մոտեցումներ կան, որոնք պաշտոնական մակարդակում է արտահայտվում։ Օրինակ, Թրամփը խոսում է վարձակալության մասին, դրանից առաջ հիշում եք Թուրքիայում ԱՄՆ դեսպաններ միջև այդ պայմանավորվածությունները որոշակի անոնսներ արել դրա հետ կապված։ Հետագայում հայաստանյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ վարձակալության թեմա չկա կամ այս պահին չի քննարկում դրա հետ կապված, այսինքն ինքը process-ը բարդ է եւ ծավալուն է ու այս պահին դրա հետ կապված կա բազմաթիվ հակասություններ։ Մեկ այլ հանգամանք, տեսեք, ռեգիոնալ ապաշրջափակման թեման մշտապես որ փուլերում է որ քննարկվել է բոլոր ճանապարհների բացման համատեքստում։ Ակնհայտ է, որ այս երթուղին առաջնահերթ բխում է Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնահերթություններից, երկար ժամանակ նրանք փորձում են դա ստանալ, ավելին ամեն ինչ անում են, որպեսզի եթե նույնիսկ հնարավորություն է կա սուտ տնտեսական առումով հայկական կողմի համար որոշակի շահերի ապահովման տեսանկյունից, դրանք էլ մոտեցնեն նվազագույն են, մասնավորապես երբ որ քննարկվում էր եւ այս իշխանության ժամանակ եւ նաեւ տարբեր փորձագետների կողմից հետագայում ռեգիոնալ ապաշրջափակման համատեքստում ոչ միայն այդ Մեղրի առանցքի, այլ Մեղրիից Նախիջևանի տարածքով Երասխից արդեն դեպի Գյումրի, Գյումրից Թուրքիա այդ համատեքստը, տեսեք, 2 ամիս առաջ Թուրքիայի համապատասխան պաշտոնյան հայտարարեց, որ իրենք այս պահին քննարկում են Կար, Սիգդիր, Նախիջևան այդ երթուղու հանգամանքը, այսինքն ըստ էության Հայաստանը շրջանցող երթուղի է եւ արվում է առավելագույնս, որպեսզի եթե նույնիսկ գործարկվի այդ Մեղրիով անցնող այդ ուղին, ապա դրա պայմաններում այդ բեռները կամ միջազգային բեռները հնարավորինս քիչ լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ըստ այդմ էլ Հայաստանի Հանրապետությունը այդտեղից նվազագույն շահույթներ ստանա։ Այսինքն ինչ է անում Ադրբեջանը ու Թուրքիան, իրենց համար կարևորը բնականաբար իրենց քաղաքական, ռազմական, տնտեսական շահերն են, այստեղ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի իրենք ստանալ առավելագույնը, իսկ թե ինչ կստանա Հայաստանը իրենց համար բնականաբար որևէ խնդիր այստեղ չի լուծում։ Երկրորդը, եթե Հայաստանը ինքը մտածի իր շահերի մասին, բնականաբար այդպես չէր մոտենա գործընթացներին, ինչպես որ մոտենում է, որոնք արտահայտված են նաև այդ Վաշինգտոնյան պայմանավորվածություններում, որտեղ առաջնահերթը, ինչպես նկատում եք, ադրբեջանական շահերի առարկայական ներկայացումն է եւ այդ պայմանավորվածություններում արձանագրումը, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա Հայաստանի համար առաջնահերթ համարվող թեմաները դրանում այդպես էլ որևէ ամրագրում չեն ստանում։ Օրինակ, մխրճված հատվածներում, Հայաստանի Հանրապետության մխրճված հատվածներում 21, 22, 23 թվականների ժամանակահատվածում ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը
որը թողնված է դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացին եւ ժամանակային առումով մեծ անորոշություններ են ներկայացնում գեյների, ռազմագեյների հետ կապված հարցերը եւ այլն։ Այսինքն Ադրբեջանը ոչ միայն այդ եղած պայմանավորվածություններով է փորձել առավելագույնը ամրագրել իր օրակարգային հարցերը, այլ հիմա էլ ակնհայտորեն ցույց է տալիս, որ նույնիսկ այն պայմանավորությունները, որոնք որոշակիորեն հայկական շահերը կարող են շոշափել, դրանք էլ այս պահին կասկածի տակ են։